Գուպի, այ պուճուր։ Զգաց նկարում եմ թռավ գնաց։ Մի քանի փաթեթներ եմ ստացել, հիմա միասին unboxing կանենք, տեսնենք ինչ հետաքրքիր բաներ եմ ստացել։ Սկսենք երևի ամենափոքրից։ Հիմա բացեմ։ Դեմքը լվալու միջոց, շատ լավ միջոց է դեմքը լվալու համար, գելային տեքստուրայով։ Ուրեմն 2-4 շամպուն 4 մազերի համար, թարմացնում է, նաև վոլում է հաղորդում ծավալ մազերին, այս բացիստ ֆիրման շատ լավն է։ 2 ատամի մածուկ, սենսիտիվ գեզգայուն ատամների համար, շատ լավ մաքրող, սպիտակացնող միջոց է, ձիլեկած ձևով առանց վնասելու ատամները և բերանի լորձաթաղանթը չի կարկառում։ Նաև այս միջոցը անտիսեպտիկ միջոց է, 0.9% սոդա է պարունակում, օգտագործվում է երեխաների մաշկի համար, ինչպես նաև կենդանիների, ես սա գնել եմ մեր նապաստակի դեմքը մաքրելու նպատակով։ Հաջորդ տուփի մեջ, ուրեմն ինչ կա հաջորդ տուփի մեջ, հիմա տեսնենք։ Բրենդային գլխարկներ են, շատ ճանաչված ու սիրված գլխարկներ են։ Այս բրենդի կազիրոկները, կտրվածքը շատ լավ է արված, դրա համար սիրված բրենդ է։ Հիմա բացեմ սրանք։ Ահա, տարբեր գույներ են, սևը դե բազիկ, բեժ և մոխրագույն ամառային տարբերակ։ Ինչպես նկատեցիք, այս մոդելի, այս կազիրոկների կտրվածքը, կորությունը ճիշտ է կատարված և այդ իսկ պատճառով դեմքի վրա սիրուն է նստում, ավելի կոնտուրինգ է հաղորդում դեմքը, գեղեցիկ ընդգծելով, նեղացնելով, իսկ եթե կազիրոկի մասը փռված է լինում, դեմքն էլ է ավելի փռված երևում։ Դրա համար այս գլխարկները շատ սիրված են բոլորի կողմից, մենք ունենք մի քանիսը տարբեր գույների, օրինակ այս գույնը, կամ այս գույնը, ճիշտ է մոտ են այս երկու երանգները իրար, բայց սա ավելի դեպի միատայի կողմ է գնում, երանգը շատ անուշ գույն է։ Եվ այս վարդագույն տարբերակը, սա արդեն ձմեռային տարբերակն է, ավելի հաստ ու տաք։ Բայց այս միատայի գույնը իմ ամենասիրելի տարբերակն է, պարզապես ամեն հագուստի հետ չի սազում, ավելի շատ սպիտակ, պոստելային գույնի հագուստների հետ է սազում։ Սա նույնպես ամեն ինչի հետ չի սազում, բայց այս տարբերակը, թեկուզ նման է այս գույնին, կարելի է կրել ամեն ինչի հետ, որտեղ բեժային երանգ է, դեպի բեժ է գնում, այդպիսի գույները կարելի է համադրել ամեն ինչի հետ, նույնիսկ սև գույնի հետ, որովհետև այս լոգոն սև գույնի է։ Անդրադառնանք վերջապես եկավ այս պատվերը, փաթեթին, տեսնենք ինչ կա այստեղ։ Maison du Monde-ից փոքրիկ գորգ ենք պատվիրել, պոստելային, գեղեցիկ, ծաղկային նախշազարդերով, այս գորգը վաղուց էինք ուզում գնել և վերջապես այն զղջվեց 50% զեղչով ենք գնել։ Այս արտիկլն է, բամբակյա գորգ է, հիմա փռեմ հատակին, որպեսզի ամբողջական նախշազարդերը երևա։ Գուպի, քո համար չենք արել գուպի։ Առաջին փորձարկումը կատարեց գուպին, գեղեցիկ նախշազարդերով գորգ է, ինչպես տեսնում եք, շատ գեղեցիկ է և այն մահճակալի դիմացն է փռվելու։ Չափսերը փոքրիկ են, բավականին փոքրիկ են, կարելի է ընդամենը նստել վրան կամ կանգնել։ Սա էլ չափսերը այս գորգի, 60-90-ի վրա։ Ահա, այսպիսի պոստելային գույնի գորգ, քանի որ ամեն ինչը միատոն է բեժի մեջ, վարագույրները, մահճակալի ծածկոցը, ինչ որ մի վառ գույնի դետալ պետք էր, այս դեպքում գորգը հանդիսացավ ռոմանտիկ գորգ, փոքրիկ կամ կարպետ, կարելի է ասել, ոչ թե գորգ, այսպես։
Ահա այսպիսի պոստելային երանգների մեջ փոքրիկ գորգ, միևնույն ժամանակ ուրախ պայծառ եւ նաեւ հանգիստ մեղմ պոստելային երանգներով, ինչը որ մեզ անհրաժեշտ էր։ Իդեպ այս հայելին նույնպես գնել ենք Maison du Monde-ից, շատ գեղեցիկ, հայելի է, անտիկ ոճով, քանդակներով։ Ահա այսպես։ Ընդհանուր առմամբ ինտերիերը շատ հանգիստ է ու ճնշիչ չէ։ Ընտրել ենք մեղմ երանգներ, հիմնականում, բայց տաք կամ պոստելային գույներ, որ ավելի սառն են, բայց մեր գերխնդիրն էր, որ սենյակը ավելի ջերմացնող լինի, հոգեպես, ֆիզիկապես հանգստի համար տրամադրող։ Maison du Monde-ից գնեցինք նաև այս զարդասեղանը, միատաղ ու սպիտակ գույներով, կպցրել եմ ակցիոնից գնաց լույսը, դեկորատիվ լույս է շպարվելու համար, բավականին տարողունակ զարդասեղան է, ունի մեկ փոքրիկ քաշովի դարակ այստեղ եւ փոքրիկ դարակ, միջին դարակ այստեղ, ինչպես նաեւ մեծ դարակ, ահա այստեղ բավականին խորքային տարողունակ օրգանայզերներն էլ ենք տեղադրել, ինչպես տեսնում եք, հարմարավետ է։ Այսպիսի զարդասեղան ունեցել եմ երիտասարդ տարիքում, ցինք մոդել տարբերակը սպիտակ եւ իմ սիրելի միատայի երանգներով։ Գրապահարանը փոքրիկ գնեցինք Կանֆորամայից եւ Կանֆորամայից գնեցինք նաեւ այս կամոդը 3 դարականի տարողունակ ու հարմարավետ։ Իսկ այս գեղեցիկ շրջանակը, որի մեջ պետք է տեղադրվի ինտերիերի համար գեղեցիկ իրեր, գնել ենք կայքից on-line տարբերակով։ Ահա այսպիսի գնումներ, եւս ցույց կտամ մի քանիսը, որոնք խոստացել էի ցույց տայի նախորդ վլոգի մեջ։ Այս վիտրաժային պահարանն են գնել լուսային ցուցափեղկերով։ Ահա այսպես, բացեմ դուռը, տեսեք, այս կողմը փայտե դարակներ են, իսկ այստեղ ապակե եւ լուսային լուծումներով, շատ գեղեցիկ է, այնպես չէ։ Ապակե վիտրաժային ցուցափեղկով պահարաններ շատ կային, բայց ես հենց լուսային լուծումներով էի ուզում ու գտանք այն, ինչ փնտրում էինք։ Գույնն էլ է շատ կարևոր ինձ համար, սպիտակ չէի ուզում, ոչ էլ մուգ փայտի գույն, այլ այսպիսի բեժային երանգի մեջ էի ուզում։ Այն է, ինչ ինձ հարկավոր էր։ Ահա եւ եկավ հաջորդ փաթեթը, հիմա բացենք, հերթական պատվերն է Amazon-ից ու միասին նայենք։ Ահա, կատնագույն վարակույրներ են պատվիրել, դեկորատիվ եւ նեյլոնից, երկուական, երկու հատ դեկորատիվ եւ երկու հատ այսպես մի քիչ հաստ տեսակը։ Հիմա բացեմ, որակը նայենք։ Տեսնեմ ինչ որակ է, ինձ կգոհացնի, թե ոչ։ Գույները համն կան, այ դա լավ է, որովհետև միասին եմ պարփելու։ Պատկերացրեք, որ լավ է, խտություն ունի։ Ամեն դեպքում խտություն ունի։ Այ այսպես ձեռքս դնեմ, տեսեք, որ գրեթե չի թափանցում։ Այսինքն մինիմալի է հասցրված։ Դե երեկոյան մենք ժայլուզները իջացնում ենք, բայց ամենայն դեպս ես սիրում եմ, որ դեկորատիվները այս թափանցիկների հետ որ միասին կախեմ։ Սա է ճյուլը։ Հիմա ես կկախեմ ու ձեզ ցույց կտամ կախված վիճակով։
Մուլինեքս ֆորնել ահա այսպեսին է, իր բոլոր հարմարություններով։ Ներսում կա մեկ չկպչող թավա, ցանց եւ ունի նաեւ երկրորդ ցանցը, բայց թավան մեկ հատ էր, ավելի լավ կլիներ թավան լիներ երկուսը, ցանցը մի հատ, որտեղ ցանցը այդքան էլ շատ չի օգտագործվում, կա նաեւ հավը խորովելու հարմարանք, ահա այսպես։ Այս մոդելն է Optimo 60 լիտր։ Բազմաֆունկցիոնալ, այնքան բան կա նկարած, կթվա թե սուպեր բարդ ինչ-որ մոդել է, բայց չէ, շատ հեշտ է օգտագործել։ Պարզապես ափսոս, որ մեկ թավա է։ Ես կգերադասեի թավաները լիներ երկուսը, իսկ ցանցը մի հատ։ Նկարի մեջ էլ է դետալները երևում, որ ցանցը երկուսն է, թավան մեկը եւ մի հատ հավի գրիլի հարմարանք, թե ինչու են այդպես մտածել, չգիտեմ։ Սովորաբար երկու թավա է լինում մեկ ցանց, բայց այս դեպքում հակառակն է, չգիտեմ ինչու։ Պատրաստել եմ սմուզի ելակով, բանանով, ալմավով, վանիլային փոշով եւ կոլագենով։ Ահա այսպիսի կոլագենի փոշի է, որը լցնում ենք սմուզիների մեջ։ Կոլագենը շատ օգտակար է մաշկի համար, ավելի հարթեցնում է մաշկը, էլաստիկ դարձնում եւ առհասարակ ցանկալի պրոդուկտ է, որովհետեւ օգտագործվում է ամեն ինչի մեջ, այդ թվում նաեւ կոսմետիկ միջոցների մեջ, բայց տվյալ դեպքում սա սննդային կոլագեն է։ Չնայած չի խանգարի, եթե այս փոշուց մի փոքր լցվի սովորական քսուկների մեջ դեմքի կամ դիմակների մեջ, կարծում եմ նույնպես կարելի է, արդյունաբերական ոչինչ չի կարելի սննդի հետ խառնել, բայց սննդային ամեն ինչը կարելի է խառնել ամեն ինչի հետ, քանի որ ամբողջովին անվտանգ է ու անվնաս։ Շատ համեղ սմուզի է ստացվել, բավականին խիտ է, ինչպես տեսնում եք, եւ միևնույն ժամանակ առողջարար, անմիջապես վերականգնում է ուժերը։ Նաև հանդիսանում են իմունոստիմուլյատորներ, բնական սմուզիները բարձրացնում են իմունիտետը։ Նաև բանջարեղենային եմ ես պատրաստում վարունգով, լայմով եւ նեխուրով։ Դա նաև դետոքս է անում, մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից։ Այս հոլոգրաֆիկ նշանով կարող եք պատվիրել ցանկության դեպքում, մենք ինտերնետից ենք պատվիրել այս կոլագենը։ iHerb կայքից ենք պատվիրել։ Շատ հայտնի կայք է, հենց անվանումն էլ հուշում է iHerb, herb-ը դա բուսական է նշանակում, այդ կայքի միջոցով մենք պատվիրում ենք մեր բոլոր վիտամինները, բնական բոլոր միջոցները։ Հղումը կթողեմ մեկնաբանությունների առաջի վանդակում։ Դե ինչ, այսպիսին էին մեր կատարած գնումները, սիրելիներ, բարով վայելենք, առողջ ու երջանիկ, բայց ամենակարևորը իհարկե նյութական իրերը չեն, այն լույսը, այն ջերմությունը, որ կա մեր հոգիներում, թող միշտ տիրեն մեր բնակարաններում։ Ճիշտ է, նյութական իրերը հեշտացնում են մեր կյանքը, բայց ավելի կարևոր է ներքին ջերմությունը, լույսը, այն միշտ վառ պահել մեր ներսում եւ ջերմացնել մեր ընտանիքի անդամների ու հարազատների սրտերը։ Թող այդպիսի ներդաշնակություն միշտ տիրի բոլորիդ բնակարաններում եւ այդ լույսը երբեք չմարի։ Կհանդիպենք հաջորդ վլոգներում։